Աչք և տեսողություն, տեսողության հիգիենա։ Մարդու աչքը բազմաթիվ մասերից կազմված շատ նուրբ և զգայուն համակարգ է։ Նրա բոլոր մասերը գործում են խիստ փոխհամաձայնեցված։ Աչքի բիբը կախված լուսավորությունից փոխում է իր չափերը և կարգավորում աչքի մեջ ընկնող լույսի քանակը։ Այդ ձևով աչքը հարմարվում է լուսավորությանը։ Աչքի մեկ ուրիշ հիանալի հատկությունն է նրա հարմարումը՝ ակոմոդացիա։ Ակնաբյուրեղի կորության փոփոխությունների շնորհիվ մենք տեսնում ենք ինչպես հեռու, այնպես էլ նաև մոտ գտնվող առարկաների հստակ պատկերներ։ Աչքի մեջ ընկնող լույսը նախ բեկվում է եղջերաթաղանթի վրա, ապա ակնաբյուրեղում և ապակենման մարմնում։ Ցանցաթաղանթի վրա առաջանում են դիտվող առարկայի իրական փոքրացված, շրջված պատկերը։ Տեսնողության նյարդի օգնությամբ այդ պատկերը հաղորդվում է գլխուղեղին և մարդու մոտ առաջանում է տեսողական զգայողություններ։ Գլխուղեղը մշակում է ցանցաթաղանթի վրա շրջված ոսկով ստացված պատկերներն այնպես, որ մենք դրանք տեսնում ենք ուղիղ դիրքով։ Նորմալ աչքի լավագույն տեսողության հնարավորությունը 25 սմ է։ Դա այն նվազագույն հեռավորությունն է, որից առարկայի մանրամասները կարելի է տեսնել առանց աչքը լարելու։ Մարդկանց մեծ մասը ծնվում է նորմալ տեսողությամբ, սակայն ժամանակի ընթացքում շատ մարդկանց տեսողությունը վատանում է։ Առավել հաճախ տեսողության արատները զարգանում են տեսողության հիգիենա խախտելու պատճառով։ Տեսողության հիվանդություններից մեկն է կիրատակոնուսը։ Դա շատ վտանգավոր է տեսողության համար։ Տեսողությունը վնասում է անբավարար լուսավորության կամ չափազանց պայծառ լույսի պայմաններում մանր առարկաներով աշխատանքը, պառկած կարդալը, գիրքը լավագույն տեսողության հեռավորությունից մոտ դիրքում պահած կարդալը։ Տեսողության առավել տարածված արատներից են կարճատեսությունը և հեռատեսությունը։ Տեսողության այդ արատների դեպքում կրում են համապատասխան ակնոց։ Ակնոցը շտկում է տեսողության արատները։